Քիչ առաջ սոցիալական հարթակներում տարածվեց մի տեղեկատվություն այն մասին, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Միսիս Եվրոպա 2022 գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել Հադրութցի Վերա Սաֆարյանը։ Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում որպես պայմանագրային զինծառայող։ Star News-ը իր ցավակցությունն է հղում նրա ընտանիքի անդամներին և հարազատներին։ Այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Անիտա Ավետիսյանն, ով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ամուսնացել, օրեր առաջ հայտնել էր հղիության մասին բարի և ուրախալի լուրը։ Այսօր զույգը պարզել է երեխայի սեռը։ Անիտան նշել է, որ դուստր են ունենալու։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Դերասանուհի Անի Երանյանն էլ իր սոցիալական էջերում մի քանի հուզիչ հրապարակում է արել ու գրել հետևյալը. 20 տարի առանց քեզ, պապիկս։ Դու իմ կյանքում հանդիպած ամենաճիշտ, ամենաուժեղ, ամենաիդեալական տղամարդու կերպարն ես եղել ու կմնաս միշտ։ Հավատում եմ, որ ինչպես տարիներ առաջ էիր պահպանում ու ուղղորդում ինձ, այնպես էլ հիմա երկնքից շարունակում ես լինել իմ պահապան հրեշտակը։ Սիրում եմ ու կարոտում, գրել էր դերասանուհին իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում։ Երեկ Star News.am-ը հանդես էր եկել բացառիկ նորությամբ, հայտնելով, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանը նոր սիրելի ունի, ում հետ միությունը պաշտոնապես գրանցվել է ԶԱԳՍ-ում։ Մենք ներկայացրել էինք նաև զույգի մասնակցությամբ բացառիկ լուսանկար։ Իսկ այժմ հրապարակում ենք այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք ստորագրում այդ փաստաթղթերը։ Բլոգեր Քրիստինա Մարգարյանն իր սոցիալական էջերում օրեր առաջ անդրադարձել էր Մոսկվայում տեղի ունեցած պայթյունին և այն վնասներին, որոնք դա հասցրել է հայերին։ Դրանից հետո Քրիստինան նաև անդրադարձել է այն վատ մեկնաբանություններին, որոնք հայերը թողնում են մեկ այլ հայերի մասին։ Առաջարկում ենք լսել բլոգերի խոսքն առանց մեկնաբանության։ Կրկին անգամ ապշած եմ ուղղակի, մի հատ մտեք, ուրիշ բան չեմ ասում, վերջի վիդեոյի ռիլի տակ մեկնաբանությունները կարդացեք, հայերը հայերի հետ, մեր հայերը, ուրիշ ոչ մեկ, ոչ մաքուր ուկրաինացին ա մտել վատ բան գրել, ոչ էլ սենց իմինը ռուսն ա մտել ինչ-որ մի բան գրել, մի հատ ուք նայեք հայերը ոնց են ուրախանում մեկը մյուսի ցավի վրա, ասում ա շատ է լավ ա, բա որ ուկրաինան էր այդ վիճակի մեջ, հայը ինչ կապ ունի, եթե դա պատերազմական գոտի ա, մեկը մեկին իրար հետ են, իրար դեմ են, հայն ա տուժում, մենք հայի մասին ենք խոսում, մենք ոչ անուն ենք տալի Ուկրաինայի, ոչ անուն ենք տալի Մոսկվայի, մենք կիսում ենք հայերի բոլորի ցավը, կապ չունի, որ երկրում կլինեն, կապ չունի ինչ անձնագիր ունեն, հայի մասին ա խոսքը, քաղաքական երանգներ մի տվեք և մի տարանջատեք ազգերը իրարից, ցավը բոլորինն ա, եթե վերաբերվում ա հային, խոսքը վերաբերվում ա հային, կապ չունի, ուզում ա մեր հայերը ապրեն Աֆրիկայում, ու այդ Աֆրիկայում ինչ-որ մի բան լինի, մենք էլի ցավ ենք ապրելու, որովհետև միասնական ենք, տարանջատում եք միանգամից գրում եք, բա որ Ուկրաինայում եղավ, շատ լավ ա, իրանց քիչ ա, խի Ուկրաինայի համար չեք խոսում, խի պարտադիր պետք ա ամեն ինչի համար խոսանք, չէ, չենք խոսում, ցավը մեկն ա, բոլորինն ա, եթե ինչ-որ միտեղ, ոնց ասեմ, ոնց բացատրեմ, ուղղակի մեկնաբանությունները կարդացեք, հայերը հայերին ինչ են անում, ուտում են իրար, գրելա ձեզ հասնում ա, ձեզ լավ ա, բախի Ուկրաինայում սենց եղավ, խի եք տարանջատում, հայերը ինչ կապ ունեն, սովորական մարդ են, ովքեր որ ստեղծել են, ապրում են, արարում են, աշխատում են, որ մի քանի գումար վաստակեն ապրեն, ինչ տարբերություն որ
Մեկը գրել է դուք ինքներդ եք տարանջատում անում։ Այսինքն ինչն ենք տարանջատում անում։ Նույն ցավը, որը որ հայը ապրում է, ուզում է Մոզամբիկում լինի, ուզում է Աֆրիկայում լինի, ցանկացած երկրում, որտեղ որ ուզում է լինի, մենք ցավում ենք հայի համար։ Ես չեմ խոսում ուկրաինացու, հա, մարդ են, իրանց համար էլ ենք ցավում։ Չգիտեմ, այնտեղ սևամորթ լինի, իրանց համար էլ ենք ցավում, բայց մենք խոսում ենք ամբողջ հայության մասին։ Ովքեր որտեղ ապրում են, որտեղ ներդրում են անում, որտեղ չգիտեմ, իրանց կյանքը, իրանց ընտանիքը ստեղծել են ու ավիրվում են երկրների պատերազմական իրավիճակների պատճառով։ Բայց այդտեղ պետք չի տարանջատել, վայ, որ Ուկրաինայում սենց է եղել, հասնում է իրանց։ Դուք Մոսկվայի ժողովուրդ, դուք ռուսի համար եք ասում, թե հայի համար եք ասում, դուք ուրախանում եք։ Ասում եք, թե որ բարեկամ ունեք, ծանոթ ունեք դրա, մենք բոլոր տեղ ունենք, Ուկրաինայում էլ ունենք, Մոսկվայում էլ ունենք, ամեն տեղ էլ ունենք, ու ցավը բոլորին է։ Լիլի Մորտոն էլ շարունակում է ընտանեկան բլոգներով հանդես գալ սոցիալական ցանցի իր էջերում։ Նա ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Водителей надо кормить. Thank you. Девочка. Чик. Ваше здоровье. Реально отлично. Матрица. Часть матрицы. Կուտեմ քեզ, կուտեմ։ Շնանի։ Վայ, կռում է։ Oh my god. Oh my god. Так, մենք ծովից վերադարձել ենք, որովհետև ահավոր քամի է։ Պապան, ուի հետ նստել եմ երկու րոպե, լեվովին припинайка. Рима мне делает массаж, потому что у меня спина отваливается от того, что я кормлю ребенка. Папа. Галисом. Папа, спаси. Не могут без Спасибо, линии. Галисом. Никто не может без линии. Мы туника конватами к ремонту, списал ремонт. У нас новый ребенок и новый дом будет скоро. Имавтика երկու մնատվասորի մեջ մամա ճասիկ ու ոտի Теперь восьмая. Буду